Բարաբբա, մաս երկրորդ։ Բարաբա, ես Ուդան եմ, Հիսուսի աշակերտներից։ Մենք պետք է խոսենք։ Լսիր ինձ Բարաբա, պահը եկել է։ Ինչի մասին ես խոսում։ Աստված ուզում է, որ մենք զենք վերցնենք։ Մեսիան զենքի փոխարեն մահ ընտրեց։ Դու պարտավոր ես ճշմարտությունը բոլորին պատմել։ Ինչ ճշմարտություն։ Որ Տերն է ինձ առաջնորդում եւ իմ ձեռքով Հիսուսին մահվան դատապարտեց, հանուն քեզ, մարդու, որ զենք է կրում։ Դու Բարաբա, դու ես Մեսիան։ Ինչեր ես հորինում։ Դու նրանց պիտի ասես։ Պապանձվիր։ Դու նրանց ճշմարտությունը պիտի ասես։ Ասա նրանց, դու նրանց հետ պիտի խոսես Աստծո, պատերազմի Աստծո մասին։ Ասա, որ նա քեզ ընտրեց, որ Հիսուս ընդամենը անհրաժեշտ էր ապացուցելու համար, որ աշխարհն առանց բռնության հնարավոր չէ։ Դրա համար էլ դու հայտնվեցիր այնտեղ եւ փրկվեցիր, որ բոլորը համոզվեն, որ դու ընտրյալ ես։ Նրան քո սուրն է պետք Բարաբա։ Հանուն քեզ Տերն իմ ձեռքով Հիսուսին հանձնեց քրմապետերին, որովհետեւ դու ընտրյալ ես, միայն դու Իսրայելը հաղթանակի կառաջնորդ ես։ Ասա նրան։ Ում ասեմ։ Պետրոսին։ Արի ինձ հետ։ Իսկ հիմա գնա ու պատմիր նրան։ Պետրոս։ Հա։ Եկել ես ինձ սպանելու։ Քեզ սպանելու։ Ոչ։ 3 անգամ ես վախեցա եւ 3 անգամ ուրացա նրան։ Ես վախկոտ եմ։ Ինչպես որ նա կանխատեսել էր։ Ես նրան իմ սուրն առաջարկեցի, բայց նա հրաժարվեց։ Իսկ հետո խաչվեց իմ փոխարեն։ Ես Բարաբբան եմ։ Բարաբան։ Նրա արքայությունն այս աշխարհից չէր։ Մահացած արքան թագավորություն չի կարող ունենալ։ Ամեն ինչ կատարվեց մարգարեության համաձայն։ Ինչու իրեն չփրկեց։ Ինչու ինձ խնայեց։ Միայն հավատը կպատասխանի այդ հարցին։ Հավատը առինչ, ինչ հավատ։ Մենք դրա Հռոմի կրնկի տակ ենք։ Դու պիտի հավատաս նրան։ Նա մահացել է, Պետրոս։ Նա չի մահացել։ Եվ նա մարդ չէ։ Կատարվեց Աստծո կամքը։ Իսկ ինչ է եղել։ Ինչ կամք։ Հայր, քո ձեռքն եմ ավանդում, իմ հոգին,
Որդիս։ Ինչ արեցին քեզ հետ։ Դու պետք է գնաս։ Խնդրում եմ թույլ տվեք մնամ։ Մեզ հրամայված է ոչ ոքի թույլ չտալ։ Բայց ինչից են վախենում։ Չգիտեմ։ Ես հրաման եմ կատարում։ Ինչ ես ուզում։ Քիչ էր այն ինչ քո պատճառով կատարվեց։ Գնա հեռացիր։ Ասացի գնա։ Լսիր, Սպասիր։ Ինչ ես ուզում, Բարաբա։ ուզում եմ զրուցել։ Քեզ հետ։ Ինչու ես ինձ մոտ եկել։ Ինչու նա մեռավ իմ փոխարեն։ Որովհետև ինքն էր ընտրել այդ ճանապարհը։ Չեմ հասկանում։ Միայն հավատը կօգնի քեզ գտնել քո հարցի պատասխանը։ Ինչի հանդեպ։ Նրա Եթե նա ուզեր, որ իրեն հավատայի, զենք կբարձրացներ հռոմեացիների դեմ։ Բարաբա, սրի կարիք չկա։ Նա քեզ կների։ Կների ինձ, ինչի համար։ Ես ինչ մեղք ունեմ, որ նրանք ձեր որդուն սպանեցին։ Ներիշ։ Ուղղակի Խաչի վրա դու պիտի մահանայիր, ոչ թե Հիսուս։
Խաչը տառապանքի խորհրդանիշ է։ Տառապանքի, այո։ Նրա տառապանքներից բացի ուրիշ ոչ մի բանի մասին չեմ կարողանում մտածել։ Ձեռք մի տուր խնդրում եմ։ Ամեն ինչ ավարտվել է, Կլաուդիա։ Ավարտվել է։ Նա մահացավ։ Նա չի մահացել։ Կուզեի, որ այդպես լիներ։ Իսկապես կուզեի քեզ ասել, որ նա ողջ է, բայց ճշմարտությունը հերքելն անիմաստ է։ Նա կվերադառնա։ Ինչ ես խոսում։ Ինքն է այդպես ասել։ Նա կվերադառնա։ Կվերադառնա։ Էսվիր։ Բարաբա։ Ինչ երջանիկ եմ, որ ողջ ես։ Գնանք այստեղից, միասին, հենց հիմա։ Ես չեմ կարող։ Ինչու։ Դու իսկապես չես հասկանում, թե ինչու ես մինչև հիմա ողջ։ Այլևս ոչինչ առաջվա նման չի լինելու, Բարաբա։ Քո տեղն իմ կողքին է։ Ոչ։ Իմ կյանքն այստեղ է, նրանց կողքին։ Ես պետք եմ նրանց։ Իսկ ես դու ինձ ես պետք։ Դու ինձ ես պետք։ Ես այստեղ եմ, որ պահին, որ ուզենաս ինձ տեսնել։ Էսվիր, այս մարդիկ համարը մահացած են։ Քեզ այստեղ թողնելը իմաստ չունի։ Հիսուս սովորեցնում էր, որ երանի են հոգով աղքատները, քանզի նրանցն է երկնքի արքայությունը։ Իսկ մեր երեխան դու նա էլ քո հոգը չէ։ Նրա մասին այլևս մի անհանգստանա։ Ես նրան ամեն երեկո այցելում եմ։ Ինչ է պատահել։ Այն օրը, երբ քեզ դերբակալեցին, ես ընկա։ Եվ մեր որդին մահացավ։ Այդ ժամանակ հասկացա, որ Աստված չի ուզում, որ ես որդի ունենամ, որպեսզի օգնեմ տկարներին եւ հիվանդներին։ Նա գոյություն չունի, Էսվիր։ Դու կաս։ Ես կամ։ Նույնիսկ մեր որդին գոյություն ուներ։ Կուզեի նրան սիրել ու նրա մասին հոգալ։ Ուժերից նրանցին չափ։ Արի ինձ հետ գնանք, խնդրում եմ։ Հիմա իմ տունը հենան է։ Ես ուզում եմ հոգ տանել ու խնամել տառապողներին։ Արի միասին գնանք։ Դու միակ տղամարդն ես, ում ես երբևէ սիրել եմ։ Բայց հիմա իմ կյանքը Հիսուսին է պատկանում։ Սա Ղազարոսի տունն է։ Ում մասին ես հարցնում, չեմ ճանաչում։ Ես ճանաչում եմ Հիսուս Նազովրեցուն։ Իմ անունը Բարաբա է։ Սպասիր մի փոքր, Բարաբա։ Գիտեի, որ գալու ես։
Շնորհակալ եմ, որ ինձ ընդունեցիր։ Անկեղծ ասած, հույս ունեմ, որ ինձ կօգնես հասկանալ։ Ինչ հասկանալ։ Հիսուս մահվան դատապարտվեց, որովհետև ինձ հարություն տվեց եւ մահանալով իր փոխարեն քո կյանքը փրկեց։ Ինչու ենք մենք երկուսս ընտրվել, որ նա մահանար։ Գյուղում, որտեղ ես ծնվել եմ, մի մարդ կար։ Հեքիմ էր։ Բույսեր ուներ, որոնցով կարողանում էր այնպես քնեցնել մարդկանց, ասես մահացած լինեին։ Երևի հասկանալու բան էլ չկա Ղազարոս։ Ես որոշեցի չհանդիպել այստեղ եկողների հարցեր տվողների հետ, որովհետև ես ոչինչ չեմ կարող ապացուցել։ Բայց դու հավատում ես։ Ես մահացել էի։ Իսկ նա ինձ հարություն տվեց։ Եթե դու իսկապես մահացել էիր, ասա խնդրում եմ, Հիսուս քեզ ինչպես փրկեց մահվանից։ Ես չգիտեմ։ Դա նման էր քնից արթնանալուն, առանց երազ տեսնելու։ Երբ աչքերս բացեցի, արդեն ողջ էի։ Կարծես անեհությունից էի վերադարձել։ Եվ վերջ։ Ուրիշ ոչինչ։ Ես ամեն օր ինձ նույն հարցն եմ տալիս։ Ինչպես կարող եմ վստահ լինել։ Ինչու եմ հավատում, որ այս ամենը ճշմարիտ է։ Որ Հիսուս իսկապես եկավ ու ազատեց ինձ մահվան ճիրաններից։ Եվ դու քո հարցի պատասխանը չես գտել, Եթե մարդ չի ուզում հավատալ, նրան չես համոզի։ որովհետև այս պատմության մեջ հավատալու բան էլ չկա։ Նա վերադառնալու է Բարաբա։ Ես դա գիտեմ։ Նա մահացել է, նա էլ չկա։ Իսկ այն, որ դու ողջ ես։ Այն, որ ես եմ ողջ։ Քո համար դա ոչինչ է։ Ոչինչ է, ես եմ։ Ապրում եմ գողի կյանքով եւ պիտի մեռնեի ինչպես գող։ Ինչու ամեն ինչ փոխվեց, ես չեմ հասկանում։ Բայց ես գիտեմ, որ մենք նրան աստվածացնող շատերի նման կամ խաբված ենք, կամ էլ խելագարվել ենք ներ։ Հիսուս մահվան դատապարտվեց, որովհետև ինձ հարություն տվեց եւ մահանալով իր փոխարեն քո կյանքը փրկեց։ Ինչու ենք մենք երկուսս ընտրվել, որ նա մահանար։ Դու պարտավոր ես բոլորին պատմել ճշմարտությունը, որ Տերն է ինձ առաջնորդում եւ իմ ձեռքով Հիսուսին մահվան դատապարտեց, հանուն քեզ։ Դու Բարաբա, դու ես Մեսիան, որովհետև դու ընտրյալ ես։ Նրան քո սուրն է պետք, Բարաբա։ Հանուն քեզ Տերն իմ ձեռքով Հիսուսին հանձնեց քրմապետերի։ Իմ արքայությունն այս աշխարհից չէ։ Նա չի մահացել։ Եվ նա մարդ չէ։ Դու իսկապես չես հասկանում, թե ինչու ես մինչև հիմա ողջ։ Այլևս ոչինչ առաջվա նման չի լինելու, Բարաբա։ Միայն քո առաջնորդությամբ Իսրայելը հաղթանակի կհասնի։ Բարաբա, ռոմեացիները քեզ են փնտրում, որ նորից բանտ նետեն։ Հավաքիր մարդկանց, ես ուզում եմ զրուցել նրանց հետ։ Աստված ուզեց, որ ես ապրեմ Հիսուսի փոխարեն։ Այս պահից իմ սուրը ծառայելու է նրան, քանի դեռ մեր ժողովուրդը վերջնական հաղթանակ չի տոնել։ Կեղծ մարգարեության ժամանակներն անցան։ Շուտով ոչ ոք չի հիշելու Նազովրեցու անունը, բայց կհիշեն Լսել եմ, Հիսուսի հետևորդները հիշում են նրա քարոզները եւ տարածում են նրա խոսքերն ամենուր։ ոչ Աստված ցանկացավ Հիսուսի մահը։ Ասում են նա հարություն կառնի։ Իսկ ես ողջ առողջ եմ եւ այստեղ եմ։ Աստված կամեցավ, որ ես ապրեմ։ Ուրեմն կամեցավ, որ շարունակեմ իմ պայքարը։ Ուզում ես ասել, որ դու ես Մեսիան։ Ես պատրաստ եմ ձեռքիցս եկածը անել, որ արժանի լինեմ իմ ասածներին։ Հռոմը պիտի իմանա, որ մենք ցանկացած պահի կարող ենք մահացու հարված հասցնել։
Ինչ ես պատրաստվում անել։ Սպանել Պիղատոսին։ Անհնար է։ Դու գժվել ես, Բարաբա։ Ով ինձ հետ չի, կարող է հենց հիմա գնալ։ Հիսուս! Հիսուս! Ինչ է եղել։ Հիսուս! Նրա մարմինը գերեզմանում չէ։ Ինչ է նշանակում գերեզմանում չէ։ Նրա հետևորդներն ասում են, թե հարություն է առել։ Բարաբա։ Դա տեղի ունեցավ։ Նայիր։ Ինչ է տեղի ունեցավ։ Ասում են, լուսավոր զգեստներով հրեշտակ է երկնքից իջել։ Տեգով գլորել է քարը եւ բացել գերեզմանը։ Հիսուս հարություն առավ մեռելներից, ինչպես որ խոստացել էր։ Ինչ է կարել նրան։ Ինչ նկատի ունես։ Դու իսկապես կարծում ես, որ կհավատամ։ Նա հարություն առավ։ Հիսուս հարություն առավ մեռելներից։ Իր խոստման համաձայն։ Ինչու չես ուզում հավատալ։ Գերեզմանի պահակներին ինչ է կարել։ Կարգադրել եմ նրանց մենախցեր գցել։ Նրանց կարող եք տեսնել, երբ ցանկանաք։ Սկզբում կգնամ տեղում պարզելու եղելությունը։ Պիղատոս, ես պիտի գնամ։ Ես ուզում եմ տեսնել։ Հիսուս հարություն առավ։ Դու չես կարող ինձ կանգնեցնել։ Դա շատ վտանգավոր է, Կլաուդիա։ Ես թույլ չեմ տա, որ կյանքդ վտանգես այդ անմտության հետևանքով։ Հետևեք, որ կինս իր հարկաբաժին վերադառնա։ Ինչով է վտանգավոր։ Ինչ ես պատրաստվում անել։ Ես կգտնեմ գերեզմանը բացողներին եւ մարմինը գողացողներին։ Ոչ ոք չի կարող Աստծո կամքին հակառակվել։ Ես ոչ մեկին թույլ չեմ տա սասանել Հռոմի իշխանությունը։ Մարմինը հենց մեր քթի տակից գողացան։ Ինչպես է դա հնարավոր։ Ես լավագույն մարդկանց ուղարկեցի պարզելու եւ ձերբակալելու բոլոր մեղավորներին։ Նրան այստեղ են գտել այսօր առավոտյան։ Նա ասում էր, թե հավատում է, որ Հիսուս հարություն կառնի։ Իսկ քեզ ինչ էր ասում։ Ասում էր, որ Աստված իրեն պատվիրել է Հիսուսին թշնամիների ձեռքը տալ։ Աստված նրան պատվիրել էր։ Ահա ինչ եք սպասում, եթե հավատում ես Հիսուսին։ Վերևում է։ Նա մենակ չէ։ Քանիստ են։ 3-ը։ Համոզված ես, որ նա է։ Անընդհատ հպարտանում է, որ ձերբակալել է գերեզմանը հսկող զինվորներին։ Փորձիր բերանդ փակ պահել։ Ես նրան իմ անունն ասել եմ, բայց նա մոռացել է։ Չեմ կարող հավատալ, որ կմոռանա իմ անունը։ Դու չես հիշում, ուղարկեցիր այդ եմիջները։ Ես 3-ի համար եմ վճարել։ Նրանց անուններ են պետք։ Բետա, Ռոզաննա եւ Էս ինչ աղմուկ է։ պատմիր ինչ գիտես նա զորեցու մարմնի մասին։ Գիտես ուր են պահել։ Ոչ։ Բա ինչ գիտես։ Ես գիտեմ, որ հսկող զինվորները հարբած չէին։ Գինին պաշտոնական վարկածն է։ Հիմա որտեղ են։ Նրանց մեկուսացրել են, որ ոչ մեկի հետ չխոսեն։ Իսկ եթե ես ուզենամ զրուցել նրանց հետ։ Դա անհնարին է։ Հաջորդ անգամ Պորնիկների հետ զրուցելիս զգույշ եղիր։ Ինչ եք ուզում։ Հանիր զգեստդ։
Էտուր, Թուրս եմ մոռացել։ բախտդ բերեց, որ ռազմադաշտում չենք։ Հեյ, դու ինչ ես ուզում։ Ուզում եմ զրուցել ձեր փակալվածների հետ։ Նրանց, որ գերեզմանն էին ասկում։ Պիղատոսի հրամանն է։ Ես քեզ նախկինում չեմ տեսել։ Ես Եավիից եմ։ Հռոմեական նավի պահակազորի պետն եմ։ Այդ երբանից են հայրապետներին թույլատրում մորուք պահել։ Ես հորս ման եմ սգում։ Զիլոտները դարանակալել էին, սպանեցին։ Ցավակցում եմ։ Շնորհակալ եմ։ Հեյ, ես քեզ գիտեմ։ Դու բարաբան ես։ Մոտալի։ Վերկաց։ Չես գորշ։ Եվ քեզ չեմ սպանի։ Հասկացանք իրար։ Ո՞վ ես դու։ Ես ուզում եմ իմանալ ինչ է կատարվել։ Դու նրանցից ես։ Հիսուսի հետևորդներից։ Այդ երեկո հարբած էիր։ Ոչ, մեզնից ոչ ոք չէր խմել։ Եվ ինչ պատահեց։ Դուք քնել եք, ձեզ վրա գրոհեցին։ Ոչ, Բա ինչ եղավ։ մեզ կուրացրին։ Կուրացրին։ Հանկարծ պայծառ լույս բռնկվեց, եւ մենք ոչինչ չէինք տեսնում։ Երբ ուշքի եկա, գերեզմանը դատարկ էր։ Եվ վերջ։ Եվ վերջ։ Հնարավոր է նա Մեսիան էր, ում մասին այդքան խոսում են հրեաները։ Նրանք պատրաստվում են սպանել Ում սպանել։ նրա բոլոր հետևորդներին։ Բոլորին։ Պիղատոսի հրամանն է սպանել Նազովրեցու հետևորդներին։ Շնորհակալ եմ։ Էսվիր։ 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 Դու բարաբան ես, չէ՞։ Այս վիրը շատ է քո մասին պատմել։ Ուրեմն նրան ճանաչում ես, կարող ես ինձ նրան մոտ տանել։ Հիմա մենք շատ ենք։ Այս վիրը Երուսաղեմից Գիհոն է մեկնել։ Մերոնց սփոփելու։ Ինչ է եղել։ Ինչու ես հարցնում։ Պետք է հեռանալ այստեղից։ Ինչու, ինչ է պատահել։ Նրանք հարձակվելու են ձեզ վրա։ Չեմ հասկանում։ Հռոմեացիները վախենում են ձեզնից։ Քրմապետերն ու հոգևորականները ձեզ ատում են։ Մարդկանց ձեր դեմ են տրամադրում։ Պետք է թաքնվեք։ Քանի դեռ նրանց դեմը չեն կառել։ Վախենալ պետք չէ։ Հիսուս հարություն է արել եւ շուտով կգա մեզ մահից ազատելու։ Նա օրերով անհետեցություն է քարոզում։ Չարյաց մեծագույնը։ Կեղծիք, կռապաշտություն ու աստվածանարգություն տարածելով։ Ես գիտեմ այս կնոջը։ Նա սպանել է իր նորացին երեխային։ Ճիշտ չէ։ Ես իմ երեխային չեմ սպանել։ Ես ոչ մեկին չեմ սպանել։ Վերջ տվեք։ Կանունեք սրիկաներ։ Բաց թողեք։ Տեր Աստված։ Դու այստեղ ես։ Դա էր սպասում ինձնից։ Սա է իմ վկայությունը։ Ողջ։
Էս ինչ անեցք է։ Ինչի մանություն։ Ինչ է իրարել նրա համար։ Բոլորը պատրաստ են։ Մենք պատրաստ ենք։ Բոլն են սպասում։ Ես Վալերիո Ֆլեկոին չեմ տեսնում։ Ինչու նա չի ղեկավարում Շարասյունը։ Ավելի լավ, հեշտ կլինի։ Վստահ ես։ Լսիր, Երուսաղեմցիները ինձ ընտրեցին Հիսուսի փոխարեն։ Եվ ես վստահ եմ, որ դա իմ ճակատագիրն է։ Ես քեզ հետ եմ։ Հրաշալի է։ Ուրեմն հանուն մեր ժողովրդի։ Մահ հռոմեացիներին։ Ամեն ինչ ավարտված է, բարաբա։ Դու չես էլ պատկերացնում ոնց եմ ուզում վիզդ կտրել։ Բայց աստվածներից մեկը քեզ հաստատ շատ է սիրում։ Պիղատոսին դու ողջ ես պետք։ Եթե օրենքը որևէ իմաստ ունենար, քեզ պիտի խաչեին այն օրը։ Բայց ձեր կրոնական սովորույթները թույլ չեն տալիս կյանքից զրկել զատիկի օրը ներման արժանացածներին։ Եվ Հռոմի քաղաքականությունը թույլ չի տալիս անարգել հուդայական բնակչության սովորույթները։ Քո կյանքի մնացորդը բանտում քարշ կտաս։ Հաց ու ջուր կստանաս 2 օրը մեկ։ Կքնես քարե հատակին եւ արևի լույս երբեք չես տեսնի։ Ոչինչ միայնությունից ու լռությունից բացի։ Դու դեռ շատ կափսոս ես, որ քեզ մահապատժի չենթարկեցին։ Ինչ ես ուզում։ Ես ճանաչում եմ Էսֆիրին։ Էսֆիրը մահացել է։ Երբ, ինչպես։ Նրա պատճառով մահացավ։ Ուզում էր վկայել նրան։ Կանոնները նրան գտան քարոզելիս։
ու քարացեց արեցին։ Նա այդպիսի գին վճարեց։ Այո, այդպիսի գին վճարեց։ Կարող ես ինձ ասել, թե ինչու նա մահացավ անուն Հիսուսի։ Որովհետև նա հաղթեց մահը։ Եվ նրա խոսքը խաղաղություն է բերում։ Ես չգիտեմ։ Ես չգիտեմ այդ խոսքը։ Խաղաղություն։ Խաղաղություն։ Չեմ հասկանում ասածիդ իմաստը։ Երբ ես նրա հետ էի, ես այնտեղ էի, երբ նա մահացավ, ինձ ոչինչ չասաց։ Ոչինչ չասաց։ Գիտես ինչու չասաց, որովհետև ասելիք չուներ։ Որտեղ է թաղված։ Մեր որդու մոտ։ Ես կաղոթեմ քեզ համար։ Ոչ, չհանդգնես այդ մասին խոսել ինձ հետ։ Պարզապես գնա, խնդրում եմ։ Օ Տեր, ընդունիր նրան քո արքայության մեջ։ Հոգա մեր մասին, թանկագին էսվիր եւ պաշտպանիր մեզ։ Միթե չեք կարող մեզ հանգիստ թողնել։ Կլաուդիա։ Սիրելիս։ Ով սարեց։ Մենք կաղոթում էինք նրա գերեզմանի մոտ։ Էսվիրի, Էսվերի։ Բարաբայի կնոջ, Դա Բարաբան արեց։ ոչ։ Խոստացիր ինձ, որ նրան չես տանջի։ Երբեք չեմ ների նրանց, ովքեր քեզ հետ այսպես են վարվել։ Լսիր Հիսուսին, Պիղատոս։ Նրա բառերը ինձ խաղաղություն պարգևեցին։ Այլևս ատելությանը պետք է վերջ տալ։ Խնդրում եմ։ Խոստացիր ինձ։ Խոստանում եմ։ Բարաբա, Ինչ։ դուրս արի։ Ինձ ինչ ես ուզում։ Հույս ունեի, որ արդեն սատկել ես։ Չեմ կարող, քանի դեռ քեզ չեմ սպանել։ Պիղատոսին հրամայված է հեռոն վերադառնալ։ Ավելի լավ իր համար։ Նա հրամայել է քեզ Կիպրոսի հանքեր ուղարկել։ Ինչու։ Որ տանջվես։ Ինչու ուղղակի ինձ չի սպանում։ Ուզում է, որ տառապես։ Եթե իմ ուզելով լիներ, քեզ վաղուց էի սպանել։ Չեմ կարողանում հասկանալ, ինչու են քո հանդեպ այդքան գթասիրտ, երբեք չեմ հասկացել։ Հավատա։ Ես էլ։
Հաջողություն։ Բռնեք նրան։ Ինչ։ Ինչ եմ արել։ Տեսնում եք սա։ Կայսեր պատկերն է կրում։ Իսկ այն կրողը դառնում է կայսեր սեփականությունը։ Դա նշանակում է, որ դուք բոլորդ պատկանում եք կայսրին։ Բայց այս կողմում այդ Հիսուսի հետևորդների նշանն է։ Հիսուսի։ Միթե չգիտես, որ դա կայսեր սեփականությունն է։ Ահա թե ինչ է սպասվում Հռոմի կայսերը դավաճանողներին եւ հրեական Աստծո հետևորդներին։ Իսկ այսպես կպատժվեն նրանք, ովքեր ժամանակին ինձ չեն տեղեկացնի այդ մասին։ Վերջին օգնականիդ ինչ եղավ։ Մահացավ։ Ինչպես։ Եվ վերջո բոլորիս սպանելու են։ Հանգիստ թող ինձ։ Անունդ ինչ է։ Բարաբա։ Իմ անունը Սահակ է։ Ես Պոմպեից եմ, իսկ դու Երուսաղեմից։ Երուսաղեմից։ Դա Հիսուսի քաղաքն է։ Որտեղից գիտես նրա մասին։ Դու նրա մասին մի բան գիտես, նրան ճանաչում էիր։ Քեզ ով է պատմել նրա մասին։ Շատերն են խոսում, ասում են, հարություն է առել, որ կվերադառնա մահվան ճիրաներից մեզ փրկելու։ Ոչ ոք հանդերձել կյանքից չի վերադառնում։ Հարությունից հետո նրան շատերն են տեսել։ Հիսուս նրանց պատվիրել է իր անունը քարոզել։ Նա ասել է, որ հավատացողները կփրկվեն։ Տուր ինձ քո նշանը։ Ուզում ես, որ երկուսս էլ սպանեն։ Ես չեմ վախենում։ Հիսուս ինձ հետ է։ Եթե սա մոտը տեսնեն, երկուսիս էլ կսպանեն։ Պիտի քերես մաքրես։
Չեմ կարող։ Սա իմ հավատն է։ Ինչ է գրված այստեղ։ Հունարեն։ Ամեն տառը մի բառ է նշանակում։ Գրված է Հիսուս, Աստծո որդի, մեր փրկիչ։ Եթե դու վախենում ես, քո կյանքը չեմ վտանգի։ Վաղ առավոտյան տեսուչին կզեկուցեմ։ Ինձ կպատժեն։ Բայց քեզ ձեռք չեն տա։ Հիսուս դա կպահանջեր ինձանից։ Հիսուս դա կպահանջեր ինձանից։ Այս ամենն այնքան նոր է։ Անունդ ինչ է։ Էսֆիր, Ես գիտեմ դու ինչ կարող ես դառնալ։ միայն հիմարներն են զոհվում հանուն ոսկու։ Դա է քո ճակատագիրը։ Չես հասկանում ինչու ես դեռ ողջ։ Քեզ պիտի թույլ տաս տեսնել նրան։ Ոչինչ այլևս նախկինի պես չի լինել, Բարաբա։ Դու քո կրքերի ստրուկն ես։ Ես մահացած էի։ Նա ինձ հարություն տվեց։ Հնարավոր է նա Մեսիան էր, ում մասին այդքան խոսում են հրեաները։ Դու միակ տղամարդն ես, ում ես երբևէ սիրել եմ։ Ոչ ոք չի կարող համոզել մեկին, ով չի հավատում։ Ես ուզում եմ զրուցել գլխավոր տեսուչի հետ։ Ինչ ես ուզում ասել նրան, որ չես կարող ինձ ասել։ Պիտի մի բան հաղորդեմ։ Դե ասա, Ուտելիքը։ ուտելիքը, ինչ որ բան այն չէ։ Սնունդը բավարար չէ։ Լսեցիր, նա գոհ չէ սննդից։ Եթե ուզում ես, որ ավելի շատ աշխատենք, պիտի լավ կերակրեք։ Կերակրենք, կերակրենք, դու ուտել ես ուզում։ Դե կեր, Ինչ եք անում։ Ինչ եք անում։ կեր, դե կեր։ Գցիր այդ նշանն ինձ համար։ Ինչու։ Դու հավատում ես Հիսուսին։ Ոչ։ Բա ինչի՞դ է պետք։ Որպեսզի նրանց ցույց տամ։ Դու կյանքդ ես վտանգում։ Պարզապես արա։ Սա խաղաղության խորհրդանիշն է։ Ոչ ինձ համար։ Այստեղ, վարդացրու։ Դեմքին նայիր։ Վեր կաց, արագ։ Արագացրու։ Շուտ, վեր կաց։ Ինչ է եղել, ինչ եք ուզում։ Վեր կաց։ Շարժվիր։ Ինչ է եղել։ Ես հիասթափված եմ։ Այնքան հիմար եք, որ գցում եք Հիսուսի նշաններն այնտեղ, որտեղ կարող եմ գտնել։ Դուք ապուշ եք, բայց դուք այնքան շատ եք, որ բոլորից սպանելուց հետո աշխատող ձեռքի պակաս կզգացվի։ Ռոմը մետաղի կարիք ունի, եւ քանի որ կայսեր առաջ մետաղի անխափան մատակարարման համար ես եմ պատասխանատու, որոշեցի շռայլ լինել եւ ձեզ մեղքերդ քավելու հնարավորություն տալ։ Բոլորը, ովքեր կհրաժարվեն Հիսուսից եւ հավատարմության երթում կտան կայսրին, ներման կարժանանան։ Դու կհրաժարվես Հիսուսից։ Ոչ։ Մայից չես վախենում։ Վախը նշանակություն չունի։ Կարևորն իմ հավատն է Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ։
Ես եմ հրաժարվում Հիսուսից։ Դու հրաժարվում ես Հիսուսից հանուն կայսեր։ Կայսրը միշտ իմ թշնամին է եղել։ Բայց ես չեմ հավատում, որ Հիսուս Մեսիան է։ Դու հրաժարվում ես քո հավատքից։ Ես հրաժարվում եմ ցանկացածից, ով հանգիստ դիտում է, թե ինչպես են մեռնում իր եղբայրները։ Մարդի չի գնում։ Հրաժարվում է պաշտպանվելու համար սուր վերցնել եւ պնդում է, թե հավատում է։ Ահա թե ինչ էի ուզում լսել։ Հենց այսպիսիք են արժանի լինելու Հռոմի կայսեր հպատակները։ Նրան չենք սպանի։ Լսեցիք։ Նա պիտի ապրի։ Առաջին անգամ եմ լսում, որ բանտարկյալը ողջ մնա Կիպրոսի պղնձի հանքավայրում։ Դու ինչով ես առանձնահատուկ։ Հեյ, քեզ հետ եմ խոսում, արի։ Համա թե բախտավորն ես, հա։ Իմ կարծիքով աստվածներից մեկը քեզ իր պաշտպանության տակ է առել, որովհետև քեզ հետ կապված ծրագրեր ունի։ Պիղատոս։ Երբ ինձ ասացին, որ Ոմն Բարաբա Երուսաղեմից հրաժարվել է Հիսուսից հանուն Հռոմի, ես ինձ հարց տվեցի, միթե իրականում այդպիսի բան հնարավոր է։ Մտքովս էլ չէր անցնում, որ քեզ կրկին կտեսնեմ ողջ եւ առողջ։ Ինչու են ինձ Հռոմ բերել։ Ուզում էի հետաքրքրությունս բավարարել եւ համոզվել, որ դա իսկապես դու ես։ Դու կարող ես օգտվել քո խորհրդավոր հաջողությունից։ Ինձ քո օգնությունն է պետք, Բարաբա։ Քեզ իմ օգնությունն է պետք։ Հիսուսի համայնքը Հռոմում անընդհատ աճում է։ Այդ մարդու ասածներին Հռոմում շատերն են հավատում։ Քո կինն էլ է նրանց հետ։ Կլաուդիան Երուսաղեմում վախճանվեց։ Ցավացում եմ։ Հանեք շղթաները։ Գնացեք։ Իմ զարմուհի Ցեցիլիան այն տարիքում է, երբ մարդը հակված է հավատալու հիմար իդեալների։ Նա էլ է որոշել Հիսուսի հետևորդը դառնալ։ Դա ինչ կապ ունի ինձ հետ։ Ես քեզ նոր անուն կտամ։ Եվ մի խանութ հրեական թաղամասում։ Դու հեշտությամբ կգտնես նրանց։ Ես չեմ ուզում նրանց հետ գործ ունենալ։ Ճիշտ չէ։ Դու շատ ես տարված նրանցով։ Դու փորձում ես հասկանալ։ Գիտե չես ուզում հասկանալ ինչու փրկվեցիր։ Օգնիր ինձ գտնել Ցեցիլիային, խնդրում եմ, քանի դեռ ուշ չէ։ Վերադարձրու նրան, եւ ես քեզ ազատություն կշնորհեմ։ Ազատություն։ Այո, ազատություն, ազատ մարդու վկայականը եւ մի պարկ ոսկին բավական կլինեն, որ նոր կյանք սկսես։ Խոստանում եմ, Հռոմի իշխանությունը քեզ հետ է, Բարաբա։ Լոտ։ Լոտ։ Լոտ, Լոտ։
Վարպետահավը Դամասկոսից։ Նրբագեղ կտորեղ են արտադրում։ Ոչ մի կին չի հեռանում առանց նրա շքեղ մետաքսների, որ զարդարում են Ինչ ես նկարում։ Ձուկ, չես տեսնում։ Այնքան էլ ձկան նման չէ։ Ոչ, նման է։ Այդ տեսակ ձուկ երբեք չեմ տեսել։ Իսկ ես տեսել եմ Իսկապես որտեղ։ մեր տանը եւ այնտեղ, որտեղ մայրիկի հետ ենք գնում։ Օ, չեմ հավատում, ճիշտ չես ասում։ Ճիշտ եմ ասում։ Կասես ինձ որտեղ այդ տեղը։ Հիմա հասկանում եմ։ Այդպիսի տեղ չկա, քո նկարած ձկան նման։ Կա, մենք միշտ գնում ենք այնտեղ աղոթելու։ Տեղը հիշում ես։ Ես էլ եմ ուզում գնալ աղոթելու։ Լոտ։ Ուր էիր։ Ամենտեղ քեզ էի փնտրում։ Գնանք։ Գնիր ես մեկը։ Չէ, շնորհակալ եմ ընկերս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք ծանոթներ ենք։ Ես քեզ շուկայում տեսա։ Ինչով կարող եմ քեզ օգնել։ Խոսքը երեխայի մասին է։ Վատ բան է արել։ Ոչ, բոլորովին ոչ։ Բա ինչ է եղել։ Ես տեսա ինչպես էր գետնի վրա խորհրդանշան գցում։ Չեմ հասկանում ինչ ես ասում։ Ես Երուսաղեմից եմ։ Ինձ հետաքրքրում է այստեղ Հռոմում կան մարդիկ, ովքեր Հիսուսի խոսքը լսել են։ Ես այդ անունը երբեք չեմ լսել։ Բայց նա ասաց, որ դուք գնում եք ինչ-որ տեղ աղոթելու։ Երեխա։ Երևի ինքերներից լսածն է կրկնում։ Նա ասում է, որ միասին եք գնում աղոթելու։ Դու երեխա չունես, չէ՞։ Ոչ։ Այդպես էլ գիտեի։ Դու նրանց չգիտես։ Իրականում ես իմ եղբայրներին եմ փնտրում։ Ես գաղափար չունեմ ինչ ես ասում։ Հաջողություն։ Դու կարող ես ինձ միայն Ողջույն, ինչով կարող եմ օգնել։ Սարա, Բարապա, ինչպես ես։ Ուրախ եմ քեզ տեսնելու համար։ ամեն ինչ լավ է։ Անհավանական է, տարիները քեզ չեն փոխել։ Ոչ, պարզապես քո հիշողությունը առաջվանա չէ։ Մտե խնդրեմ։ Սա իմ խանութն է։ Չեմ կարող ներիր, շտապում եմ։ Նույնիսկ մեկ րոպեով։ Դու շատ բարի ես, բայց չեմ կարող։ Հետո կգամ, խոստանում եմ։ Սարա, վաղուց ես Հռոմում ապրում։ Այո, ինչու ես հարցնում։ Ես այստեղ մենակ եմ։ Կուզեի հանդիպել նրանց հետ, ովքեր հիշում են նրա խոսքը։ Ես Հռոմում ոչ մի հավատացյալի չեմ ճանաչում։ Դե, ինչպես տեսնում ես, իմ գործերը վատ չեն։ Հնարավոր է կարողանամ փող հանգանակել կամ օգնություն առաջարկել։ Ես ուզում եմ օգնել։ Մարկոսը համայնքի ամենաակտիվ անդամներից է։ Պետրոսը նրան որդու չափ է սիրում։ Մենք բոլորս նրա հետ մեծ հույսեր ենք կապում։ Մարկոս մեր նոր եղբայրն է, երեկոյան կգա մեզ մոտ։ Պետրոսի աջակցությամբ Մարկոսը Հիսուսի պատմությունն է գրում։ Նրա քարոզները, խոսքերը։ Ոչ մի կերպ չեմ կարողանում ավելի շատ ժամանակ հատկացնել նրա խոսքերի ուսումնասիրությանը, որ կարողանամ հավատարիմ մնալ նրա պատգամներին։ Համեցեք։ Պետրոս, Մարկոս։ Ես նորից այստեղ եմ։ Դու չես կարող ինձ բռնել։ Ինչ ծիծաղելի է։ Եղբայրս։ Պետրոս, մենք նոր մարդ ունենք։ Ուզում եմ միանալ մեր համայնքին։
Հիսուսի անունից ողջունում եմ քեզ։ Շնորհակալ եմ։ Հուսով եմ կհամաձայնես մեզ հյուրընկալվել։ Գնանք։ Դու նրան ճանաչում ես։ Հիսուս է նրան ուղարկել։ Այստեղ խռոմյացներ էլ կան։ Այո, երիտասարդները շատ են։ Նրանց դերը մեր համայնքում ավելի ու ավելի է աճում։ Ինչու ես հարցնում։ Պարզապես հետաքրքիր է։ Պետրոսն այստեղ է ապրում։ Թշվառների անեծքն է։ Մութն ընկավ։ Եվ մեր նավակը լճի կենտրոնում էր։ Հիսուս միայն ակապին էր։ Բարաբա, մտիր, համեցիր խնդրեմ, նստիր մեզ հետ։ Չեմ ուզում ձեզ խանգարել։ Հիմա ինչով եք զբաղված։ Գրում ենք Հիսուսի մասին։ Այնքան շատ մարդ է խոսում նրա մասին, այնքան անհավատալի պատմություններ են պատմում։ Կարևորն այն է, որ բոլորն իմանան ճշմարտությունը, իրական ճշմարտությունը։ Ես ուղղակի երջանիկ եմ, որ այստեղ եմ եւ լսում եմ ձեզ։ Բայց դու Երուսաղեմում ես եղել, տեսել ես նրան, նրա մասին պատմություններ լսել ես։ Բայց ես ոչ նրա ընկերն էի, ոչ հետևորդը։ Ասա Բարաբա, ինչու Հռոմ եկար, ինչ ես փնտրում այստեղ։ Իմ ամբողջ կյանքը կռիվ է եղել։ Հիմա խաղաղություն եմ փնտրում։ Հանգստի ժամն է, ես թարմ մրգեր եմ բերել։ Ես Սամիրան եմ եւ ներողություն եմ խնդրում, որ այն օրը այդքան անքաղաքավարի ինձ պահեցի։ Պետք չէ ներողություն խնդրել։ Այնքան դժվար է տարբերել ով է բարեկամ, ով է ուզում մեզ վնասել։ Ինչ եք ուզում։ Մենք հրաման ունենք քեզ տանելու։ Ում հրամանը։ Պիղատոսն ուզում է տեսնել քեզ։ Ոչ հիմա։ Հիմա Ես վաղը հաշվետու կլինեմ։ կարծում ես Պիղատոսը կուզենա սպասել։ Ավելի լավ է գաս, հավատա ինձ։ Ավելի լավ է ինձ չստիպեք։ Հավատացեք։ Դու իսկապես կարծում էիր, որ կարող ես ինձ խաբել։ Դու պետք է Նազովրեցու հետևորդների հետ կապ հաստատեիր։ Գիտեմ, ես քո խնդրանքը կատարեցի։ Բայց դու համաձայնել էիր ինձ տեղյակ պահել եւ պարտավոր էիր գալ ու պատմել այդ մասին։ Ես ոչինչ չեմ իմացել քո զարմուհու մասին։ Հաղորդելու բան չունեմ։ Հիմա մենք Հռոմում ենք, Բարաբա։ Մի մոռացի, որ քո կյանքը իմ ձեռքերում է եւ ոչինչ, բացարձակապես ոչինչ չի կարող խանգարել քեզ մահվան դատապարտելու։ Այդպես էլ արա։ Բա ում է սպասում։ Ես կորցրի կնոջս, Բարաբա։ Ընտանիքիցս միայն Զարմուհիս, Ցեցիլիան է մնացել։ Նրան դստերս պես եմ սիրում։ Ես երեխա չեմ ունեցել։ Հետևաբար պիտի վստահ լինեմ, որ նրան ոչինչ չի սպառնում։ Հենց մի բան իմանամ, քեզ տեղյակ կպահեմ։ Ասա ինձ որտեղ են նրանք, որտեղ են ապրում։ Ռոմի Փարիսներից այն կողմ, Ապոյովյան ճամփի եզրին քարայրներ կան, հենց այնտեղ է Պետրոսը իր մարդկանց հետ հանդիպում։ Պետրոսը, նրա աշակերտը։ Այո, դրա համար էլ այդքան շատ ռոմեացիներ են հավաքվում այնտեղ, հատկապես քո զարմուհու պես երիտասարդներ։ Ասա ինձ Պետրոսը որտեղ է ապրում։ Պատասխանիր։ Քո զարմուհին այնտեղ չէ։ Ես հարցնում եմ որտեղ է ապրում Պետրոսը։ Դու ոչ մի զարմուհի էլ չունես։ Ես չգիտեմ։ Ստում ես։ Քո մարդկանց ասա թող իրեն գտնեն շան որդի։ Կորիր գնա։
Ինչ է ուզում ես բոլորին ձերբակալել։ Ձերբակալությունները կնպաստեն նրանց համայնքի աճին։ Ավելի վճռական քայլ է պետք։ Կայսրը որոշել է ամբողջ թաղամասը կրակին տալ եւ մեղքը նրանց վրա գցել։ Ժողովուրդը կատի նրանց։ Ու նրանք ստիպված կլքեն քաղաքը։ Կայսրը նման իրավիճակներում կարողանում է հնարամիտ քայլեր ձեռնարկել։ Դուք կսպանեք նրանց։ Դու ուզում ես սպանել նրանց բոլորին։ Մենք պիտի սպանենք եւ պիտի վստահ լինենք, որ մեր տված դասը աշխարհը երկար կհիշի։ Սրիկա։ Ես կնոջս խոստացել եմ, որ քեզ չեմ սպանի։ Կորիր։ Գնա Հռոմից Բարաբա։ Քանի դեռ քրիստոնյաները չեն իմացել քո արարքի մասին։ Բարաբա, Լոտ, մայրդ որտեղ է։ Սամիրա, ինչ է եղել։ վերցրու որդուդ եւ անմիջապես հեռացիր Հռոմից։ Ինչու, ինչ է պատահել։ Ձեզ վտանգ է սպառնում։ Նա զովրեցու բոլոր հետևորդներին վտանգ է սպառնում։ Չեմ հասկանում։ Նրանք պատրաստում են հրդեհի համար ձեզ մեղադրել։ Ինչ հրդե։ Դու պիտի ինձ հավատաս։ Խնդրում եմ փրկիր որդուդ։ Ուրեմն դու Այդ ինչ արեցիր։ Բարաբա, ինչ է պատահել։ Հռոմեացիները գալիս են։ Ձեզ մեղադրելու են Հռոմը հրդեհելու մեջ։ Մենք դրան սպասում ենք եւ որոշ քայլեր ձեռնարկել ենք։ Մենք Պետրոսին համոզեցինք, որ կանանց եւ երեխաների խմբի հետ հեռանա, իսկ մյուսներին արդեն զգուշացրել ենք, որ մեզ քարայիներում սպասեն։ Քարայրներում ոչ, հարկավոր է նրանց ուրիշ տեղ տանել։ Մի անընկսացի, այնտեղ նրանց վտանգ չի սպառնում։ Ոչ, սպառնում է, քարայրներում անվտանգ չէ, ոչ մի տեղ անվտանգ չէ։ Հիմա խնդրում եմ եկեք ինձ հետ։ Անմիջապես։ Դու մատնել ես մեզ։ Դա իմ կյանքի մեծագույն սխալն էր։ Դու կսպանես իմ որդուն։ Ես անմիջապես հասկացա, հենց քեզ տեսա։ Սամիրա, վերջ տուր։ Դա Աստծո կամքն է։ Աստված չի ուզում սպանել իմ որդուն։ Նա դեռ ոչինչ չի հասկանում։ Շտապեք, ժամանակ չկա, հետո կպատմեմ։ Ես չգիտեի ինչ էլ մտադրվել անել։ Հարկավոր է մյուսներին էլ զգուշացնել։ Ներեցեք, ես տեղյակ չէի նրանց մտադրության մասին։ Տեր, ուր ես գնում։ Հռոմ նորից խաչվելու։ Բարաբա, նայիր ինչ արեցիր։ Դու սպանեցիր բոլորիս։ Դու սպանեցիր որդուս։ Ինչպես ես ապրելու դրանից հետո։ Պետրոս, ես չեմ հասկանում ինչպես հայտնվեցիր այստեղ։ Հիսուս ինձ այցելեց։ Նա ուզում է, որ ես իմ կյանքով վկայեմ իր հարությունը։ Թույլ տուր քո փոխարեն ես դա անեմ։ Ես չեմ կարողանա տանել այս բեռը։ Խնդրում եմ, թույլ տուր զոհվել քո փոխարեն։ Վերցրու այն կյանքը, որ նա ինձ տվեց խաչի վրա մահանալով։ Նա քեզանից դա չի սպասում։ Իսկ ինչ է ինձնից սպասում։ Ասա, խնդրում եմ, եթե այդքան վստահ ես, որ գիտես նրա կամքը, ասա ինձ։ Ես չգիտեմ։ Այդ դեպքում ով եթե ոչ դու։
Հերիք է քեզ տանջես հարցերով Բարաբա, բաց սիրտդ հավատքի առջև։ Իմ սրտում միայն խավար է։ Ներեցեք, ես ներեցեք։ Բաց սիրտդ ու մի վախեցիր, այդպես դու լույսը կգտնես։ Լույսը։ Ես կմեռնեմ, կգնամ ու կզոհվեմ հանուն նրա։ Վերցու, կարգո հետ ինչ Հիսուս թողեց մեզ, նրա խոսքերն են, հեռու ջամփից, հեռու։ Հիմա ինչ ես ուզում ինձնից Բարաբա։ Այն օրը Հիսուսի զոհաբերությամբ ես ողջ մնացի։ Ուզում եմ վերադարձնել այդ զոհաբերությունը իմ կյանքը տալով հանուն ուրիշի։ Կորիր, քանի դեռ չեմ փոշմանել, որ չեմ սպանել քեզ։ Լսիր ինձ, Պիղատոս։ Դու չես կարող Հռոմի հետ բանակցել։ Հռոմի հետ չէ, որ ուզում եմ բանակցել, քեզ հետ եմ խոսում։ Կարծում ես տարբերություն կա։ Այո, կա։ Անկախ քո ունեցած իշխանությունից, քո մեջ մարդու սիրտ է բաբախում, այնպեսին ինչպեսին իմը։ Բայց հենց այս սենյակում ես կարող եմ սպանել քեզ։ Երուսաղեմի բնակիչներին ընտրելու հնարավորություն տալով դու ինձ ազատություն տվեցիր։ Չես մոռացել։ Դա այնքան վաղուց էր։ Հռոմը քրիստոնյաներին սպանելով երբեք չի հաղթի նրանց։ Ես դա գիտեմ։ Դու էլ գիտես։ Ես միայն խնդրում եմ ավարտին հասցնես սկսածդ։ Խնդրում եմ կնոջդ, Կլաուդիայի անունով։ Չհանդգնես նրա անունը տալ։ Խնդրում եմ հանուն կնոջդ հավատքի։ Անպտղությունը նրա համար խորը ցավ էր։ Կլաուդիան երազում էր երեխա ունենալ, տառապանք, որ նրան խելագարության հասցրեց։ Նրա բառերը ինձ խաղաղություն բերեցին։ Ահա թե ինչ ասաց նա բանտում ինձ այցելելիս։ Հանուն կնոջում սիրում է իր Պիղատոս։ Թույլ տուր օգնեմ, որ ուրիշները խաղաղություն գտնեն այդ խոսքերով։ Թույլ տուր ինձ օգնել, որ նրանք սպեղանի գտնեն իրենց դժբախտությունը փարատելու։ Ում ես ուզում ազատել քո փոխարեն Բարաբա։ Ո՞վ է ձեզանից Պետրոսը։ Ահա Պետրոսը, արա ինչ ասում եմ, սա Աստծո կամքն է, դու երիտասարդ ես, հասցրու պատգամն աշխարհին, ահա Պետրոսը։ Վեր կաց։ Ոչ, դու չես կարող այդպես վարվել։ Սա նա է։ Ինչու՞։ Դա Աստծո կամքն է եւ քո ճակատագիրը։ Հանգչիր խաղաղության Բարաբա։ Կատարվեց։ Իմ ճակատագիրը։ Ո Տեր Աստված։ Ընդունել իմ հոգին։ Կրկնօրինակումը կատարվել է Շողակաթ հեռուստաընկերությունում։